Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային հաստատություն միշտ եղել է պետության գործընկեր, բայց երբեք իշխանության սպասարկու։ Եվ երբ եկեղեցու առաջնորդ իր ահնադական կամ հովվական խոսքում հորդայդում է այնպիսի դիրքորոշում, որը կարող է տարբերվել գործող իշխանության պատկերացումներից, դա ոչ թե հանցագործություն է, այլ ժողովրդավարության առողջ դրսևորում։ Իսկ երբ նման խոսքի հետևանքով գործի են դրվում ճնշման մեխանիզմները, երբ փորձ է արվում խաթարել հոգևորականի հեղինակությունն ու ծառայությունը, սա արդեն լուրջ սպառնալիք է, թե հասարակական ներդաշնակության, թե պետության իրավական համակարգի համար։ Սա պարզապես անհատական հետապնդում չէ, սա քաղաքական հաշվեհարդար է, ուղղված ընդդեմ անկախ կարծիքի, ընդդեմ խղճի ազատության, ընդդեմ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման։ Վաղ այս գործելավոճը կարող է ուղղվել ոչ միայն հոգևոր, այլ ակադեմիական, լրագրողական, մանկավարժական համայնքի դեմ։ Եվ այդ օրը մենք բոլորս կշարունակենք լռել, թե այսօր կձևավորենք քաղաքական կանգ կանգնեցնելու այս հակաօրինական գործընթացը։